զրուցակիցս հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է, բարև ձեզ պարոն Ղազարյան, այսօր տեղի ունեցավ, ինչպես դուք երեկվանից եւ արդեն նույնիսկ կարելի ասել ամիսներ շարունակ հայտարարում եք, իմպիչմենտի գործընթացի նոր փուլ, փուլը նշանավորվեց նրանով, որ խորհրդարանում տեղի ունեցան լսումներ, դեռ շարունակվում են եւ դիմացը խորհրդարանի դիմաց մենք տեսնում ենք ժողովուրդը հավաքվել է, կարող եմ ձեզ այսօր շնորհավորել հետեւյալ առումով, որ Հայաստան խմբակցությունը փաստորեն հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, որ իրենց ստորագրությունը դնում է իմպիչմենտի գործընթացի այդ փաստաթղթի տակ։ Այս գործընթացի կապակցությամբ մենք իրար կարող ենք շնորհավորել միայն մեկ դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշում ազգային ժողովը կկայացնի, եւ մենք այստեղից ժողովրդի մեծ բազմությամբ կուղեկցենք ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին, որոնք որ Նիկոլ Փաշինյանին ձեռնաշղթաներով ստեղից կտեղափոխեն ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Այդ օրը մենք նոր կարող ենք իրար շնորհավորել։ Իսկ այս գործընթացի հերթական ամեն մի փուլը հաջողության մեզ պետքա ոչ ոգևորի, ոչ էլ ձախողումները հիասթափեցնի։ Սա պայքար է, որը մի նպատակ ունի։ Այդ նպատակը պետքա ունենա արդյունք։ Հակառակ դեպքում մեզ բոլորի սպասում է կործանում եւ ոչնչացում։ Այսինքն սա այլընտրանք չունեցող գործընթաց է։ Հետեւաբար իհարկե լավ է այսօր որ կար այդ քաղաքական հայտարարությունը, ես հուսով եմ, որ այդ հայտարարությունը նաև ֆունկցիոնալ նշանակություն կունենա, այսինքն ոչ թե Հայաստան խմբակցության падգամավորները կհանձնեն իրենց ստորագրությունների ձևաթուղթը եւ կհեռանան դահլիճից, ինչպես արեցին այսօր, բանից հետո իրանք լքեցին լսումների դահլիճը, ինձ համար անհասկանալի էր, որովհետեւ եթե նրանք միանում են նախաձեռնությանը, ուրեմն իրանք դառնում են համահեղինակ։ Ուրեմն իրանց համար պետք է հետաքրքիր լինի, թե ասենք ինչ է հիմա խոսում Արցախի ազգային ժողովի падգամավորը, ինչ են խոսում լսումների մյուս մասնակիցները, որովհետև գործընթացի հաջորդ փուլերում իրանց ներգրավվածությունը պետք է լինի ֆունկցիոնալ։ Այսինքն իրենք էլ պետք է մյուս բոլոր падգամավորների հետ, ովքեր նախաձեռնության հեղինակ ու համահեղինակ են, շարունակեն ջանքեր գործադրել։ Այսինքն այս ստորագրությունը դնելը դեռևս եւ այս հայտարարությունը դեռ բավարար չէ համարում։ Չէ, դա հակառակը, դրանով դրա դրական այնա, որ իրանք դառնում են նախաձեռնության համահեղինակ։ Իսկ падգամավորը, եթե ինչ-որ մի օրենսդրական նախաձեռնության, հայտարարության տեքստի կամ վարչապետին անվստահության գործընթացի հեղինակը կամ համահեղինակը, ինչ պիտի անի։ Պիտի ինքը իր կողմից ջանքեր գործադրի, որպեսզի այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի։ Ջանքերի մեջ ի՞նչն է մտնում, կասեք։ Աշխատանքը քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների հետ։ Իրենք էլ իրավունք ունեն հրավիրել խորհրդարանական լսումներ, ամեն խմբակցություն մեկ նստաշրջանի ընթացքում լսումներ հրավիրելու իրավունք ունի։ Միգուցե որոշ ժամանակ անց քաղաքական որոշակի process-ներ տարվի, իրենք էլ դրան մասնակից լինեն մյուսների հետ միասին եւ նոր լսումներ հրավիրվի, նոր տեմպ հաղորդվի, այսինքն մենք գործընթացը նոր ենք սկսում այդ իմաստով, նոր փուլ ենք տեղափոխում։ Միայն լսումներով հարցերը, դա ասում եք ճար ասել նորից եւ ոչինչ անել։ Լսումները խո այդ խնդիրը չի լուծում, լսումները մեզ մոտեցնում։ Հիմա ասենք եթե այսօրվա մեր լսումները չլեր, ժողովրդի այս բազմությունը այստեղ կանգնած չլեր, միգուցե Հայաստան խմբակցության падգամավորների այսօրվա որոշումներ չլներ, այսինքն ամեն մի этаպը բերում է մեզ մի նոր հաջողության։ Եվ դա պետք է շարունակել գործի դնելով բոլոր հնարավորությունները։ Դե ազգային ժողովը միայն լսումները չի քննարկումների ձևաչափ։ Ազգային ժողովի ամեն падգամավոր իրավունք ունի քննարկումներ կազմակերպի։ Այսինքն կարող եք ասել, որ այսօրվանից սկսվում է 54 падգամավորի ստորագրահավաքը, որի տակ չենք կարող չասել, պետք է լինեն ԿՊ-ականները եւ դա հաջողություն կունենա։ Չի կարա չունենա։ Այդ ԿՊ-ականներ, որ ասում եք, դրանք sense երկնքի մեջ սավառնող հրեշտակներ չեն։ Դրանք ազգային ժողովի падգամավորներ են։ Ազգային ժողովի падգամավորը նրանք падգամավոր են դառել, որովհետև խոստումներ են տվել ժողովրդին։ Իրանք չեն կարա հրաժարվեն այդ իրանց խոստումներից։ Հիմա падգամավոր են, չէ, ասենք ես օրինակ եղել եմ մարզպետ, ես պատասխանատվություն եմ, չէ, որոշումներ կա, իմ պաշտոնից բխող, հիմա մեկ ինձ ասի, դե գիտես ինչ, մեր մարզպետ գործի չի գալի, ինքը հանրապետականն է, գործի չի գալի։ Ոչ չի գալի։ Չի գալի ջանդամը գա, պիտի հանես շպրտես, աշխատի նա, որ ուզում է աշխատի։ Հիմա ասենք օրինակ այսօր դահլիճում ԿՊ-ից падգամավոր չկա։
Հարց, բայց եթե դու падգամավոր ես, նշանակում է քո պարտականությունների մեջ է մտնում։ Ազգային ժողովի նիստերին մասնակցել, հանձնաժողովների նիստերին մասնակցել, լսումներին մասնակցել, կարծիք հայտնել, նախաձեռնություններ ցուցաբերել, նախաձեռնությունների վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտել, չէ՞, մարդիկ դի լսեն։ Բա չանելով խոչի, պարտականություն։ Կներեք, էլի պարոն Ղազարյան։ Իրանք ԿՊ-ականներ են, իրանք ոչ չեն անի։ Իմ համար ինչ նշանակություն իրանք Փաշինյանի բերած մարդիկ են։ Իրենց մեծ մասը մասնագիտական, չգիտեմ, Խնդրում եմ, գոյություն չունեցող ձևակերպումներ մի տվեք ու մի ամեն։ Իրանք ազգային ժողովի падգամավորներ են։ Մեր սահմանադրությամբ ասում է, ազգային ժողովի ամեն մի падգամավոր, ամեն մեկը ներկայացնում է ողջ ժողովրդին։ Անկախ դրանից մենք իրանց օգտին քվեարկել ենք, չենք քվեարկել, Նիկոլ Փաշինյանն ա եղել իրանց ցուցակի առաջի համարը, երրորդ համարնով ա եղել։ Վերջը ընտրվել է, չէ՞ падգամավոր։ Վերջ, եթե նա ընտրվեց, յուրաքանչյուր մեկը ներկայացնում է մեր ողջ ժողովրդին, կաշկանդվածություններ չունի, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, կաշկանդված չի հրամայական մանդատով։ Ինքը պիտի կաշկանդված չլինի։ Պիտի չլինի, բայց դուք կարծում եք ԿՊ-ականներն են։ Համաձայն եք որ լինի, եթե սահմանադրության մեջ գրած է որ պիտի չլինի, ուրեմն պիտի չլինի, որովհետև մենք պիտի ապրենք, չէ՞, մենք այստեղ հավաքված քաղաքացիներս ինչ ենք ուզում ընդամենը։ Ուզում ենք ապրենք օրինավոր երկրում, չէ՞, ասենք, կարդում ենք մեր սահմանադրության մեջ ոնց է գրած, ասում ենք մենք սենց ենք ուզում ապրենք։ Իրանք ասում են, չէ, ճիշտ է, սահմանադրության մեջ սենց է գրած, բայց իրանք ենթարկում են Նիկոլ Փաշինյանին, իրանք ուսապարկ են։ Բայց այդպես չէ։ Հիմա եթե այտենց է, Ցավոք, ես ցավով եմ հաշտվենք որ դա այտենց է, թե պիտի ասենք տես պիտի չլինի։ Ասելիքս նայ որ նրանք կմիանան, այ մի մտավոր։ Բայց էլ այդ եմ ասում, բայց էլ այդ եմ ասում, բայց ինչ պիտի անեն որ չմիանա։ Ոչ թե պիտի միանա, այդ իրանց պարտականությունն է, իրանք պիտի դա անեն։ Բայց իրանք գնացել են ժողովրդին խոստումներ են, չէ՞, տվել, այդ խոստումները դառել է կառավարության ծրագիր։ Յուրաքանչյուր մեկը падգամավոր ընտրվելուց երթում է տվել, ես նոր կարդացի այդ երթման տեքստ, ասում է, դառնալով ազգային ժողովի падգամավոր, ես երթվում եմ։ Ժողովրդի առջև իմ պարտավորությունները կատարեմ հարգելով Հայաստանի սահմանադրություն եւ օրենքները։ Հիմա դուք ասում եք, գիտեք ինչ, իրանք ժողովրդի առջև իրանց պարտավորությունները չեն կատարում։ Սահմանադրությունը խախտում են, օրենքները խախտում են, դե հիմա իրանք տենց են։ Այդ դուք ինչ եք մտածում, գործ, բա մենք էլ Ես այդպես չեմ ասում, ես մեծ մտավախություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իշխանության падգամավոր դարձածները, ինչպես շատերն են ասում, գտնվում են Փաշինյանի գրպանում, նրա ուղղորդմամբ են առաջնորդվում, այդպես չէ՞։ Էդի դուք ինչ եք ասում, ես սահմանադրությունից եմ խոսում, սահմանադրությամբ ասում եմ, մեր երկիրը խորհրդարանական երկիր է, ոչ թե падգամավորներն են ենթարկվում վարչապետին, այլ վարչապետն է հաշվետու ազգային ժողովին, կառավարություն ունի գործունեության ծրագիր, որը արժանացել է ազգային ժողովի հավանականությանը, կառավարությունը պիտի այդ ծրագիրը կատարի, ես այդ եմ ասում։ Դուք իմ ասում եք, գիտեք ինչ, կառավարությունը հերիք ծրագիրը չի կատարում, հետնել մի հատ իշխանազավթում արել, սահմանադրական կարգի տապալում արել, ազգային ժողովում իշխանությունը զավթել է գործադիր իշխանությունը։ Դե հիմա տենց է, ինչ պիտի անենք, ո՞նց է պիտի անենք։ Օրենքների առումով ամբողջությամբ դուք ճիշտ եք, բայց մենք ղեկավար ունենք վարչապետ, պաշտոնը զբաղեցնող անձ, ով հայտարարում է, կառավարությունը ես եմ, ով իր SMS-ներով է մարդկանց պաշտոններից հեռացնում, մենք այդ իրողության հետ չպետք է հաշվի։ Նա մեզ բերեստե։ Բայց ինքը այդ ասում, մենք էլ ասում ենք, որ այդ ասող վարչապետը հիմա պիտի հեռացվի։ Որտեղ չի կարա վարչապետ ասի, ես կառավարության սահմանադրության մեջ ասում եմ, կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից։ Կառավարությունը կոլեգիալ մարմին է։ Եթե ինքը այդ վերագրում է իրան, ասում է, ես իշխանությունը զավթել եմ, ես համ նախարար եմ, համ փոխվարչապետ եմ, համ վարչապետ եմ, նշանակում է ինքը ապօրինություն է, մեր սահմանադրությունը խախտում է։ Եթե սահմանադրությունը խախտում է, մենք էլ ժողովուրդն ենք, չէ, իշխանության տերն ենք, ասում է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդի իշխանության յուրացումը անձի կամ խմբի կողմից հանցագործություն է։ Հիմա մենք էլ այստեղ ինչ ենք ասում, ասում ենք մենք օրինավոր քաղաքացի ենք, մեր երկրի օրենքը, սահմանադրությունը, կարգը կարդացել ենք, ուզում ենք ապրենք օրինավոր երկրում։ Էս է մեր ուզածը։ Հիմա երեք ես դե մենակ էի։ Այսօր մենք արդեն այստեղ մի քանի հազար հոգի ենք, վաղը կլնենք ամբողջ հասարակությունով։ Բայց իրանք էլ մեր ծառայողներն են, իրանք էլ պիտի անեն այն ինչ որ ժողովուրդը իրանից պահանջում։ Եթե ժողովուրդը թույլատրի ասի, դե հիմա իրանք տենց են, թող տենց անեն, թող թալանեն այս երկիրը, թող այդան իրանց համար շրջագայեն, թող իրանք դառնան միլիոնատերեր, թող մարդիկ զոհվեն, թող երկիրը հանձվի չտամուն, թող Ալիևը տիրանա մեղրին,
Հայկ Կոնջորյանի հայտարարությունը լսել եք, չէ՞ կարծում եմ, որ ասեց, դե թող փորձեն, տեսնենք կկարողանան ԿՊ-ականներին այսպես իրենց կողմը անցկացնել, դա չի կարող լինել։ Գիտեք ինչ, ես Հայկ Կոնջորյանին ոչ մի կողմ չեմ ուզում անցկացնեմ։ Ես չգիտեմ Հայկ Կոնջորյանը չի մտածում, որ ինչ-որ մեկը պետք է դա իր ակաժներից բռնի, անցկացնի այդպես բան, ոչ մեկի մտքով չի անցնում։ Ես չեմ մտածում, որ Հայկ Կոնջորյանի ակաժներից կարելի է բռնել, ստեղից տանել ընդե, ընդեղից բերել ընդե, ընդեղից տանել, այդպես բան չի կարելի։ Ոչ մեկը չի կարելի։ Եթե ինքը մտածում է, որ դա սխալ է մտածում։ Որով ես մտածում եմ, որ Հայկ Կոնջորյանը պատգամավոր է, որը պարտավոր է վերահսկի կառավարության գործունեությունը, կարդա կառավարության գործունեության ծրագիրը եւ տեսնի կառավարությունը ծրագիրը կատարում է թե չէ։ Եթե չի կատարում, ինքը պարտավոր է ինքը նախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Եթե ինքը դա չի անում, նշանակում է ինքը դառնում է սովորական բանդիտ։ Եթե ինքը բանդիտ է, իր կարծիքը այլևս հետաքրքիր է մենակ դատախազին։ Եվ ավարտենք, պարոն Ղազարյան, հնարավոր է ի վերջո հասնել այս համախմբմամբ եւ ժողովրդի հետ իհարկե միասնությամբ, ընդդիմության միասնականությամբ 2026 թվականի նախաշեմին վարչապետի պաշտոնում չունենալ Փաշինյանին։ Հնարավոր է այդ գործընթացը հասցնել հաջողության։ Կենսական անհրաժեշտություն է, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանում ընտրություն չի եղել, հետո էլ չի լինելու։ Նա մենակ իշխանությունը կարում է զավթի։ Իշխանությունը զավթում է, ծառայեցնում է թշնամու շահերին։ Այսինքն հիմա Հայաստանի վարչապետն է Նիկոլ Փաշինյանը, թե Շահին Մուստաֆայևը, տարբերությունը քիչ է։ Այսինքն մենակ այն է, որ Շահին Մուստաֆայևը բարձրագույն կրթություն ունի, ինքը չունի։ Շահին Մուստաֆայևը նոյեմբերանից է, ինքը իջևանցի է։ Շահին Մուստաֆայևը ավելի լավ է հայերեն խոսում, ինքը ավելի վատ է խոսում, ինքը ակցենտով է խոսում։ Տարբերությունը մենակ այդ է։ Նա կրթված է, աշխատել է ինչ-որ միտեղ, բան, էսի փողոցից եկած է։ Այդ քիչ է տարբերություն։ Բայց նպատակները, ֆունկցիաները Շահին Մուստաֆայևն էլ է ծառայում Իլհամ Ալիևին էսել։ Հիմա մեր ժողովուրդը պետք է թույլ տա, որ իր իշխանության ղեկին կանգնած մարդը եկել է մեզ ուրիշ խոստումներ տվել։ Գնացի Ալիևի հանձնարարություն ա։ Պիտի ասենք չի աղբեջան, Ալիևի հանձնարարություն ես ում, այդ էլ մարդը կարա ուզի գնա պաժաստ Բաքու ասա խնդրի դուք ես մի հատ գործ տա, եթե կտա, կարծում եմ որ չի տա, որովհետև նրա CV-ին նայող որևէ գործատու նրան որևէ աշխատանք չի առաջարկի։ Բայց այդքան ժամանակ շփվել են բաները, թող գնա խնդրի, ասի ինձ մի հատ գործ տա աշխատեմ ըստե։ Կտա կաշխատի, չի տա չի աշխատի։ Մեր երկրին պիտի մեր ժողովրդին ծառայեն, մենակ այն մարդիկ, ովքեր հարգում են մեր երկրի անկախության հռչակագիրը, ովքեր հարգում են մեր երկրի սահմանադրությունը, օրենքները, ովքեր առաջնորդվում են հայ ժողովրդի շահերով, ոչ թե թուրքի շահերով։ Մեր երկրի ղեկավարը պիտի մտածի ոնց անի ճանապարհ բացի իր քաղաքացու համար, որ իր քաղաքացին ճամփորդի ապրանքները, ոչ թե մտածի թե Ալիևը իր ապրանքները ոնց Ադրբեջանից տանի Նախիջևան։ Մեր երկրի ղեկավարը մեր մասին պիտի մտածի։ Դրանից պարզ բաներ ոնց ասեմ։